Բարև ձեզ։ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերությունների համատեքստում մենք անընդհատ եւ շարունակաբար խոսում ենք հայկական ապրանքների, հայկական արտադրության ապրանքների արտահանման արգելքների մասին կամ այլ կերպ ասած ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքի խախտման մասին, որը ԵԱՏՄ կարևոր սկզբունքներից է։ Բայց արի ուտես, որ մենք գործ ունենք ոչ միայն ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքի խախտման, այլև անձանց, այդ թվում նաև աշխատանքային միգրանտների ազատ տեղաշարժի խնդիր։ Եվ ստեղծվում է մի իրավիճակ, երբ ԵԱՏՄ ազատ տեղաշարժի սկզբունքը գալիս բախվում է Ռուսաստանի ներքին անվտանգության նոր կանոններին։ Ռուսաստանի կողմից վարվող միգրացիոն քաղաքականությունը, միգրացիոն օրենսդրական խստացումները բնականաբար իրենց ազդեցությունն են ունենում հազարավոր հայ ընտանիքների, նրանց ապրելակերպի, ապրուստի, սոցիալական վիճակի եւ իրավունքների վրա։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը այս ոլորտում, ինչպիսի օրենսդրական խստացումներ են տեղի ունեցել, ինչ կարող է անել Հայաստանը եւ ինչ է անում իր քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։ Իհարկե կանդրադառնանք նաև Ռուսաստանից Հայաստան միգրացիոն հոսքերին եւ այդ հոսքերի կառավարման խնդիրներին։ Սա ազատ զրույց է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չափազանց կարևոր թեմա է, կարծում եմ, եւ սկսենք նրանից, թե վերջին շրջանում կոնկրետ ինչպիսի օրենսդրական խստացումներ են տեղի ունեցել։ Շնորհակալ եմ հրավերի եւ հնարավորության համար։ Ռուսաստանի Դաշնությունը վերջին 3 տարիների ընթացքում շատ ակտիվ եւ շատ ինտենսիվ խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը։ Եթե դրան նախորդած տարիներին մենք տարեկան 1-2 կամ մաքսիմում 5 խստացման մասին կարող էինք խոսել, որոնք շատ մեծ նշանակություն չունեին, ապա հիմա շատ ինտենսիվ են այդ խստացումները եւ դրանք շատ էական ազդեցություն ունեն եւ շատ հաճախ ոչ միայն փորձագետները, նաեւ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների աշխատակիցները չեն հասցնում այդ խստացումների հետևից, ինչը բերում է հետևանքների։ Վերջին ամենամեծ խստացումները 25-26 թվականներին տեղի ունեցած ռեժիմ վիսիլկի կամ արտաքսման ռեժիմի օրենքի ընդունումներ, վերահսկվող անձանց ռեեստրի ընդունումներ, Ռուսաստանի Դաշնությունում ոչ աշխատելու եւ ոչ սովորելու նպատակով գտնվող ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների գտնվելու ժամկետի կրճատումներ, որը անդրադարձավ նաեւ մեր բեռնափոխադրող վարորդների վրա, երեխաների կրթության փոփոխություններն են, ինչպես կարող են կրթություն ստանալ եւ պայմանավորված նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետը նվազեցվեց, նաեւ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու պահին միգրացիոն քարտը, որը նախկինում առանց ժամկետի էր տրվում, դարձավ ժամկետով, իր հետ բերելով բազմաթիվ խնդիրներ, այդ թվում աշխատանքային միգրանտներին վերաբերվող հարցերում։ Եվ անշուշտ Ռուսաստանի Դաշնությունում վերահսկվող գտնվելու ռեժիմը սահմանվեց, որը մի շարք բաղադրիչներ ունի, ամենակարևորը RUID համակարգն է, որը 2 տարի է Ռուսաստանի Դաշնությունը փորձում է պարտադիր դարձնել, բայց համակարգը ծանրաբեռնվածությանը չի դիմանում եւ արդեն երկրորդ անգամ, չնայած բազմաթիվ հավաստումներին, որ ծրագիրը լինելու է պարտադիր 26 թվականի հունիսի 30-ից, ուղղակի ծանրաբեռնվածության չդիմացավ, խափանումներ տվեց եւ կրկին RUID-ին դարձրեցին կամավոր սկզբունքով, բայց դա այս ծրագրի գործիքներից մեկն է։ Հաջորդը էլեկտրոնային պրոֆիլը միգրանտի, որը հիմա Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում կիրառվում է եւ նպատակ ունի հետագայում տարածվելու նաեւ Ռուսաստանի Դաշնության մյուս տարածքների վրա, եւ ամինահավելվածը, որը վերաբերվում է ոչ վիզային ռեժիմի երկրներից աշխատելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող անձանց, այսինքն աշխատանքային միգրանտներին, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշխատանքային միգրանտներին, ովքեր պատրաստվում են աշխատելու Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում, նրանք իրենց միգրացիոն հաշվառումը, այսինքն ռեգիստրացիան պարտավոր են անել միայն ամինա ծրագրի միջոցով։ Սա բջջային հավելված է, որը հնարավորություն է տալիս գեոլոկացիան հսկելու անձի եւ պարբերաբար անձը ստանում է ուրեմն
SMS-ներ, որոնց ինքը պետք է պատասխանի եւ ինքը չի կարող հեռախոսը ուղղակի այդ հեռախոսով իր ռեգիստրացիան անել իր բնակության հասցեում, թողնել այդ հասցեում, իսկ ինքը տեղաշարժվել։ Հեռախոսը իր հետ անպայման պետք է տեղաշարժվի եւ գեոլոկացիան հսկի։ Եվ հաշվի առնելով, որ վերջին շրջանում բավականին հաճախ են ինտերնետի անջատումները, հատկապես Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում, սա բերում է իր հետ խնդիրների, որովհետեւ երբ որ ինտերնետը անջատվում է նաեւ այս ծրագիրը եւ վերականգնվելու պարագայում ցավոք շատ հաճախ լինում է, որ ծրագիրը դուրս է գցում, այսինքն ծրագիրը խափանում է տալիս եւ կամ անձի միգրացիոն հաշվառումն է դադարում կամ կարող է հասցեն փոխել ծրագիրը։ Ու այստեղից գալիս են խնդիրներ։ Պետություն չի ընդունում, որ տեխնիկական խնդիրներ են։ Երբեմն ընդունում է, երբեմն ոչ, բայց անգամ եթե լինում են դեպքեր, որ այդ հիմքով օրինակ անձը հայտնվում է կամ վերահսկվող անձանց ռեեստրում կամ մուտքի արգելքի տակ եւ արտաքսվում է, եւ հետո մենք բողոքարկում ենք այս process-ը, ինքը երկարատև process է լինում։ Այսինքն ստացվում է, որ պատկան մարմիններին պետք է դիմել, գրել, բացատրել, ներկայացնել ապացույցներ, որ դրա հետևանքով է եղել եւ այլն, եւ անձը կարողանա վերականգնել։ Մոտավոր թե խստացումները ինչ ազդեցություն ունեն Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որոնք մեկնել են տարբեր նպատակներով, ասենք աշխատանքային միգրանտներ են եւ այլն։ Անշուշտ շատ ուղիղ ազդեցություն ունեն, հատկապես աշխատանքային միգրացիոն հոսքերի վրա, որովհետև եթե մենք առնվազն 2018-ից ես վիճակագրություն եմ դիտարկում, մինչև 21 թվականն ու 20 հանած, մինչև 21 թվականը մենք մշտապես ունեինք մինչև 120,000 աշխատանքային միգրանտ։ Դրանք աշխատանքային պայմանագիր կնքածներն էին, որովհետև աշխատելու նպատակով մուտք գործողների թիվը մի քանի անգամ ավելին էր, 250-300,000 նշում էին այցի նպատակ աշխատանք, բայց չէին աշխատում։ Բայց բուն աշխատողները, այսինքն նրանք, ովքեր արդեն ունեին աշխատանքային կամ քաղաքական պայմանագիր, նրանց թիվը տատանվել է մինչև 120,000-ի։ 2022-ից մենք արդեն տեսնում ենք նվազման դինամիկան, 100,000, իսկ արդեն վերջին տարիներին 70, երբեմն նաև իջնում է այդ թիվը 70,000-ից, եւ սա պայմանավորված է նրանով, որ այս պահի դրությամբ մենք արդեն 23,000-ից ավել ՀՀ քաղաքացի ունենք, ովքեր մուտքի արգելք ունեն։ Այսինքն այդ ցուցակները հստակ կան եւ հայտնի են Հայաստանի Հանրապետությունն էլ անուններով տեղյակ է ու մասին է խոսքը, այդքան մարդ արդեն ունի մուտքի արգելք։ Մի ժամանակ նաև խոսակցություն կար, որ ովքեր ցանկանում են մուտք գործել, ինչ որ պետք է հարցում անեն, պատասխան ստանան։ Դա հենց RUID-ն էր։ RUID-ն էր, որը հիմա դարձավ կամավոր, այսինքն իրենք նախապես 72 ժամ առաջ պետք է լրացնեին իրենց տվյալները, ստանային QR կոդ եւ մենք կարող դրանից հետո կարող էին մուտք գործել, քանի որ համակարգը չաշխատեց, ծրագիրը դարձրեցին կամավոր։ Նրանք, ովքեր երբևէ գնացել են եւ ունեն կասկած, որ կարող է իրենք մուտքի արգելք ունենան, ես ամեն դեպքում խորհուրդ կտամ օգտվել RUID-ից, որովհետեւ եթե անձը որևէ խախտում արել է, RUID-ին անպայման ցույց կտա, որ նրա մուտքը արգելված է եւ կարիք չկա այլ տոմս գնել, ծախսեր անել, հասնել, չգիտեմ, որևէ օդանավակայան կամ սահմանային ցամաքային սահմանակետ եւ այնտեղից հետ ուղարկեն անձին։ Դրա համար ցանկալի է, որ անպայման RUID-ով իրենք նախապես գրանցվեն այս տվյալը ունենալու համար։ Հաջորդը RUID-ով գրանցվելու պարագայում միանգամից կազմավորվում է, ձևավորվում է էլեկտրոնային պրոֆիլը միգրանտի, որը հետագայում, եթե ինքը RUID-ով չի գրանցվել, գնում է, միևնույն է այդ տվյալները պետք է այդ էլեկտրոնային պրոֆիլը պետք է հավաքվի։ Իսկ այդ էլեկտրոնային պրոֆիլում նրա բոլոր տվյալներն են Եվ աշճանաբար լրացվելու են նաև նախկինում ունեցած, այսինքն մի անգամ ձևավորվեց, այնտեղ իր մատնահետն է, կենսաչափական տվյալներն են, անձնագրային տվյալներն են, ծննդյան տվյալներն են, իր լուսանկարն է, իդենտիֆիկացված իր մատնահետքի հետ, բուժզնման տեղեկանքներն են, երբևէ անցած եւ հիմա էլ, որովհետեւ 12 ամիսը մեկ անձը պարտավոր է անցնել այդ բուժզնումը, իր ունեցած բոլոր աշխատանքային պայմանագրերը, վճարված հարկերը, չվճարված հարկերը, տուգանքները, այսինքն ամբողջ ինֆորմացիան պատմությունը, միգրացիոն պատմությունը անձի այս էլեկտրոնային պրոֆիլում զետեղվում է եւ որևէ խախտումը անմիջապես երևում է, այո։ Շատ լավ, իսկ դա վերաբերում է միայն աշխատանքային նպատակով Ռուսաստան մեկնողներին, թե բոլոր քաղաքացիներին, ոչ Ռուսաստանի քաղաքացի, ասենք մարդը գնում է Ռուսաստան կարճ ժամանակով, ոչ աշխատանքի նպատակով։ Էլեկտրոնային պրոֆիլը աշխատելու նպատակով մեկնողներին է վերաբերվում։ Ես չգիտեմ հետագայում այլ կատեգորիաների վրա եւս կտարածվի, թե ոչ, ամեն դեպքում այս պահին եւ ամինածրագիրը եւ էլեկտրոնային պրոֆիլը վերաբերում են աշխատելու նպատակով մեկնողներին։ Իսկ ինչպիսին են ռիսկերը, որ
Սովորական թեթև վարչական վրիպումը կարող է պատճառ դառնալ անհապաղ արտաքսման։ Այս պահին դեռևս անհապաղ արտաքսման չէ, բայց կարող է հանգեցնել, որովհետև նշեցի 2025 թվականին, երբ որ վերահսկվող անձանց ռեեստրն ուժի մեջ մտավ, փետրվարի 5-ից շատ արագ նրա մեջ հայտնվեցին միլիոնավոր օտարերկրացիներ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը ընդամենը մի քանի օրվա ընթացքում գերազանցեց 40,000-ը այնտեղ գտնվող։ Նշեմ, որ նրանց մի մասը որևէ խախտում չուներ, ուղղակի հայտնվել էր եւ դիմումներ գրելու պարագայում համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պարագայում ուղղակի հանում էին ռեեստրից, բայց վերահսկվող անձանց ռեեստրը մի համակարգ է, որտեղ անձի հայտնվելու, տվյալների հայտնվելու պարագայում անմիջապես սառեցվում են նրան բանկային հաշիվները, ինչից ինքը անմիջապես տեղեկանում է, որ ինքը վերահսկվող անձանց ռեեստրում է, եւ որևէ գերատեսչություն իրավունք չունի որևէ ծառայություն մատուցելու, այսինքն անձը չի կարող որևէ բան գնել, վաճառել, աշխատանքային պայմանագիր երկարացնել, իր բուժզնման հերթական բուժզնումը անցնել, ռեգիստրացիա երկարացնել, որևէ բան չի կարող անել, չի կարող երեխայի ծնունդ գրանցել, ամուսնություն գրանցել։ Կարող է լքել երկրի տարածքը։ Միակ բանը, որ կարող է անել, լքել երկրի տարածքը, եւ դա հիմքերից մեկն է, որ անձը դուրս գա վերահսկվող անձանց ռեեստրից։ Բայց պայմանավորված ինչ պատճառով է հայտնվել, օրինակ, եթե ոչ աշխատելու նպատակով էր 90-օրյա ռեժիմը ինքը խախտել է, ապա դուրս գալուց հետո տվյալ տարվա ընթացքում էլ չի կարող ինքը մուտք գործել, բայց եթե այլ խախտում եղել, կարող է դուրս գալ, վերադառնալ, խախտումը շտկել։ Եվ սրա հետ միասին ուժի մեջ է մտել նաև ոստիկանությանը տրված անսահմանափակ լիազորությունները։ Ոստիկանը, եթե նախկինում միայն միգրացիոն հարցերով ոստիկանը կարող էր միգրանտից պահանջել ռեգիստրացիայի թուղթ, փաստաթղթեր եւ այլն, ապա հիմա ցանկացած ոստիկան կարող է պահանջել այդ փաստաթղթերը, օրինակ մետրոյում կանգնեցնել եւ ստուգել գadgetները, այսինքն հեռախոս, նոթբուք, պլանշետ, որպեսզի հասկանա եւ եթե հրաժարումը բացելու ծրագիրը եւ ցույց տալու ոստիկանին ինչ ինքը պահանջում է, կարող է պատճառ հանդիսանալ, որ արտաքսեն միգրանտ։ Ոստիկանի որոշումով։ Ոստիկանի որոշումով, այո, առանց դատարանի, ոստիկանի որոշումով։ Ոստիկանը իրավունք ունի կասկածի համար միգրանտին 48 ժամ պահելու ոստիկանությունում, այսինքն կալանավորելու, որպեսզի ինքը համոզվի, որ կամ իր կասկածը հիմնավոր էր, կամ հիմնավոր չէր եւ կարող են բաց թողնել։ Այսինքն լիակատար այդ իրավունք ունի, այլևս չեն կարող բողոքարկել, որ ոստիկանը ինչու է միգրանտին տարել ոստիկանական բաժանմունք եւ պահում է այդ 48 ժամը։ Եվ անշուշտ այդ կարևոր բանը, որ իրենք կարող են առանց դատանի որոշման արտաքսում անել, մենք ցավոք բազմաթիվ այդպիսի դեպքեր ունենք, երբ ոստիկանության կողմից է հենց արտաքսումը տեղի ունեցել եւ սովորաբար իրենք կիրառում են վարչական իրավախախտումների մասին օրենքի 18.8 հոդվածը եւ արտաքսումը լինում է եւ այսինքն եւ տուգանք են գանձում եւ արտաքսում են առնվազն 5 տարի ժամկետով։ Միգրանտների շրջանում ձեր ասած ոստիկանական կամ այլ ուժերի, չգիտեմ, ստուգումները, ռեյդերը հաճախակիացել են, այդ թվում նաեւ հայերի։ Այո։ Եվ ամենուր են հաճախակյացել, այսինքն եթե մենք առաջ հիմնական խոշոր քաղաքներում էինք տեսնում այս ռեյդերը, հիմա ամենուր, անգամ փոքրիկ բնակավայրերում, գյուղական կապ չունի, ամենտեղ շատ ակտիվացել է։ Սա միայն իրավական գործընթաց է։ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները պնդում են, որ իրենք ունեն անվտանգային խնդիր եւ իրենք իրենց արժեվ նպատակ են դրել տոտալ վերահսկել բոլոր օտարերկրացիներին։ Եվ սրանով է պայմանավորված այն գործողությունները, որ իրենք իրականացնում են եւ այն ամբողջ փոփոխությունները օրենսդրական, որ իրենք հիմա իրականացրել են կամ պատրաստվում են իրականացնել։ Իդեպ ընդամենը 2 շաբաթ առաջ Պետդուման 2 ընթերցումը 1 օրում իրականացրեց եւ ընդունեց մի փոփոխություն, համաձայն որի 2 անգամ ավելացրեց հիմքերը միգրանտների արտաքսման։ Եվ դրանց մեջ մտնում են օրինակ, եթե գործատուն խախտել է իրավունքները, միգրանտները փորձեն ինչ որ հավաք անել, միտինգ անել, դուրս գալ գործատուի դեմ, դա կարող է հանգեցնել, որ նրանց արտաքսեն, այսինքն իրենք իրավունք չունեն հավաքներ անելու, ել չեմ խոսում բանակի մասին խոսելու կամ հայտարարելու, որ օրինակ Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմը, պատերազմի մասին ընդհանրապես խոսելու իրավունք չունեն, այսինքն բաներ կան, որ կարող են հանգեցնել ձեր նշած անհապաղ արտաքսման։ Արտաքսումները տեղի են ունենում հիմնականում որպես կանոն միգրացիոն բանտերի կամ օտարերկրացիների պահման հատուկ վայրերի սպեցպրիոմնիկների միջոցով եւ բավականին
ինչպես ասեմ, անմարդկային վերաբերմունքով միգրանտների նկատմամբ։ Ընդամենը վերջերս դեպք ունեինք, երբ որ 50-անց կինը պատմում էր, թե ինչպես են իրեն վերաբերվել Մոսկվայի Սախարովում գտնվող սպեցպրիոմնիկում, երբ իրեն 29 ժամ ջուր չեն տվել, շատ վատ են վերաբերվել եւ ստիպում էին ստորագրել փաստաթուղթ, որը իրավական լեզվով էր գրած, իսկ ինքը չէր կարողանում կարդալ, պահանջում էր թարգմանիչ եւ իրեն այդպես էլ չի տրամադրվել, հետո 1 ամիս պայելուց հետո արտաքսել է։ Կարծես այլայլատության որոշակի։ Ես ձեզ ուզում եմ միանգամից նշել, որ ցավոք միգրանտները ամենահեշտ թիրախումբն են, երբ որևէ պետության ղեկավարություն ցանկանում է իր երկրում տեղի ունեցող դժգոհությունների ալիքը իր գործողություններից փոխել այլ ուղղության վրա։ Սա աշխարհում շատ ընդունված փորձ է, Ռուսաստանը շատ անգամներ կիրառել եւ հիմա էլ շարունակում է կիրառել այս գործիքը եւ միգրանտները անմիջապես թիրախավորվում են։ Եթե գործընթացներին մենք հետևենք, տեսնենք թե ինչից հետո են հատկապես ակտիվանում, այսինքն որոշակի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել դժգոհության, դրան անմիջապես հետևում են միգրանտների թիրախավորումը։ Իսկ արդյոք Ռուսաստանում հայ միգրանտների նկատմամբ այս վերաբերմունքը նաեւ ինչ որտեղ քաղաքական պատճառներ ունի պայմանավորված Հայաստան-Ռուսաստան այսօրվա լարված, ասենք, հարաբերություններով։ Փոքր դատարից հետո շարունակենք, վերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց Free News-ի եթերում, ես զրուցում եմ միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ, մենք խոսում ենք Ռուսաստանի կողմից վարվող միգրացիոն քաղաքականության եւ միգրացիոն օրենսդրության վերջին խստացումների, այս համատեքստում հայ աշխատանքային միգրանտների վիճակի, նրանց իրավունքների մասին եւ վերջին հարցն այն է, թե այս խստացումները արդյոք միայն իրավական են, միայն պայմանավորված են Ռուսաստանի ներսում իրենց անվտանգային խնդիրներով, թե նաեւ քաղաքական բաղադրիչ ունեն պայմանավորված Հայաստան-Ռուսաստան հարաբերություններով։ Ես ուզում եմ միանգամից նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության ամբողջ միգրացիոն պրոցեսների մեջ 3%-ը չեն գերազանցում։ Եվ միգրացիոն խստացումները իրենք ուղղակի անդրադառնում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որովհետև եթե մենք դիտարկենք 70%-ից ավելին կազմում են Ուզբեկստանի եւ Տաջիկստանի քաղաքացիները, Ռուսաստանի Դաշնության, 13% կազմում են Ղրղստանի քաղաքացիները։ Մենք շատ փոքր տոկոս ենք կազմում այս ամբողջ միգրացիոն պրոցեսների, հատկապես աշխատանքային միգրացիոն ուրեմն թվերի մեջ։ Ուստի ասել, որ դրանով է պայմանավորված, անշուշտ կարող է դա այստեղ հետաքրքիր պատճառը հետևանքային կապ, այսինքն սա ավելի շատ պատճառ է, թե սա ավելի շատ հետևանք է, որովհետև մենք շատ փոքր տոկոս ենք կազմում, որպեսզի մեզ համար ինչ որ խստացումներ լինեն, բայց անշուշտ այս խստացումները կիրառվում են մեր նկատմամբ եւ այո, կիրառվում են նաեւ որպես մահակ կամ գործիք։ Սոցիալ-տնտեսական ինչ հետևանքներ է ունենում այս քաղաքականությունը։ Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ գիտակցում է, որ առնվազն ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին ԽՍՀՄ երկրների համար Ռուսաստանի Դաշնությունը միշտ եղել է այն երկիրը, որտեղ գնացել են հատկապես աշխատելու նպատակով։ Ինքը ուներ այդ աշխատուժի կարիքը եւ այդ երկրների քաղաքացիներն ունեին այդ աշխատանքի կարիքը եւ ունեին այն վճարման կարիքը, իդեպ բավական երկար ժամանակ դա լավ վճարում էր համարվում։ Եվ եթե մենք հետևենք նաեւ անկախությունից ի վեր մեր տրանսֆերտներին, իդեպ տարիներ են եղել, երբ որ այդ թիվը հասել է 19-ից, այլ մոտ 20%-ը մեր հնայի կազմել է օրինակ աշխատանքային միգրանտների ուղարկած գումարները։ Բավականին իջել է այդ թիվը, արդեն միանիշ թիվ ունենք, ինչը միշտ եղել է երկնիշ, այսինքն 11-ից ներքև չի եղել, բայց մենք հիմա արդեն միանիշ թիվ ունենք։ Դա մեր վրա ինչ ազդեցություն ունի։ Հասկանալի է, որ այդ 3%-ը Ռուսաստանի համար առանձնապես կարևոր մի բան չէ, բայց Հայաստանի տնտեսության համար։ Հայաստանի տնտեսության համար անշուշտ ինքը ունի նշանակություն, հաշվի առնելով, որ մենք ունենք տրադիցիոն մարզեր, որտեղից միշտ գնում էին։ Ես արդեն նշեցի, որ մենք 23000 մուտքի արգելք ունեցող ունենք եւ առնվազն 30% անց, ովքեր այդ միգրացիոն հոսքերի մեջ, ովքեր խստացումներով եւ ռուբլու կուրսի նվազման պայմանավորված որոշել են այլևս չգնալ։ Իդեպ նրանց մի մասը բարեբախտաբար ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ներգրաված է շինարարական աշխատանքների մեջ եւ հատկապես մարզերում հիմա ընթացող այս ակտիվ շինարարական պրոցեսները, բնակարանշինությունն է, դպրոցաշինությունը, մանկապարտեզների շինարարություն եւ այլն, համայնքային այս ծրագրերը
բավականին ակտիվորեն անձինք ներգրավված են։ Ես չեմ կարող ասել այդ շինարարությունների ավարտից հետո ինչ կլինի, դա անշնորհակալ գործ է գուշակել հետո ինչ կլինի։ Այս պահին առնվազն որոշակի հատված աշխատում է Հայաստանի Հանրապետությունում եւ այդ սոցիալական մեծ ճոճը, այսպես մենք այս պահին դեռևս չենք զգում։ Չեմ կարող ասել դա 2-3 տարի հետո մենք դա կզգանք թե ոչ, բայց այս պահին դեռևս հասկանալի, իսկ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից վարվող միգրացիոն քաղաքականությունը, հաշվի առնելով օրենսդրական խստացումները, որոնք դուք ներկայացրեցիք եւ Ռուսաստանում հայտնված հայ աշխատանքային միգրանտների այդ վիճակը, հնարավոր խախտումները, գիտակցված կամ չգիտակցված, թեթև վարչական ինչ-որ թերացումները կարող են պատճառ դառնալ Հայաստանի Հանրապետության նաև քաղաքական գործոնը անպայման չմոռանանք, կարող են պատճառ դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զանգվածային արտաքսման։ Ես զանգվածային չէի ասի, բայց արդեն իսկ մենք նկատում ենք, որ մուտքի արգելքները բավականին թիվ են կազմում, բավականին մեծ թիվ են կազմում, այսինքն մուտքի արգելքներ ստանում են, անշուշտ այդտեղ կան նաև արտաքսումներ, ոստիկանության որոշումներով, դեռևս շարունակվում են նաև որոշակի առումով դատարանների որոշումներով։ Ես սրան որպես այդպեսին դեռևս զանգվածային չէի ասի, բայց բոլոր պայմանները ստեղծվում են, որպեսզի մարդիկ կամ ինքնակամ գնան, կամ չմեկնեն Ռուսաստանի Դաշնություն, կամ էլ որոշակի պատճառներից ելնելով արտաքսվեն։ Արտաքսվեն կամ վերադառնան, իսկ ունեք մոտավորապես պատկեր կամ վիճակագրություն, թե որ մասն է վերադառնում Հայաստան, որ մասն է ընտրում այլ երկրներ գնալու, ի վերջո մարդկանց աշխատանքի պետք։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը այդպես ինքնանպատակ չէր ընտրված որպես մեր 90%-ից ավել աշխատանքային միգրացիոն հոսքերի համար երկիր, որ այնտեղ կան բավական օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, հաշվի առնելով մեր ընդհանուր խորհրդային անցյալը, ռուսերենի որոշակի իմացությունը, կապերը, սոցիալական կապերը, որոնք շատ մեծ նշանակություն ունեն, եւ մարդիկ մեկնում էին հենց այնտեղ, որտեղ կարող են կամ վստահ են, որ կա մարդ, ով կապահովի իրենց աշխատանքով կամ հնարավորություն կտա, որ իրենք ներգրավեն որոշակի աշխատանքների մեջ։ Հիմա շատ փոքր, բայց նկատվում է տենդենց դեպի ԵՄ երկրներ մեկնելու։ Եվ օրինակ Լեհաստան, այսինքն մենք արդեն տեսնում ենք Լեհաստան, Գերմանիա, Նիդերլանդներ, թվերը բավականին փոքր են, բայց որպես այդպիսին մարդիկ հնարավորություն են դիտարկում մեկնել աշխատելու էլի գրեթե նույն ոլորտներում, ծառայությունների ոլորտ, երբեմն նաև շինարարության ոլորտ, բավականին հետաքրքիր է արևային պանելներ տեղադրելու այդպիսի աշխատանքներում են ներգրաված, սեզոնին Նիդերլանդներում ծաղիկները հավաքելու, այսինքն աշխատանքներ կան, որոնց համար կան ճկուն գործարարներ, այսպես ասենք, միջնորդներ, որ կազմակերպում են աշխատողների մեկնումը տվյալ երկրներ պայմանագրերով, անշուշտ։ Ստվերում են աշխատում, ոչ ստվերում։ Հիմնականում գնում են աշխատանքային պայմանագրերով, process-ը ինչպես է լինում, այսինքն անձի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, պայմանագիրը ուղարկվում է դեսպանատուն եւ պայմանագրի հիման վրա անձը ստանում է աշխատանքային վիզա եւ այդպես է գնում, որպեսզի կարողանա այնտեղ օրինական գտնվել եւ աշխատել։ Ռուսաստանի Դաշնություն մեկնում են աշխատանքային միգրանտներ տարբեր երկրներից, այդ թվում եւ ԵԱՏՄ անդամ երկրից, ինչպես Հայաստանն է, եւ երկրներից, որոնք ԵԱՏՄ անդամ չեն։ ԵԱՏՄ անդամ լինել ինչ որ բան փոխում է աշխատանքային միգրանտի կյանքում, թե ոչ։ Հետաքրքիր բան կա, ուրեմն ԵԱՏՄ համաձայնագրի 96-ից 98 կետերը վերաբերվում են աշխատանքային միգրանտներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Եվ նշվում է, որ անդամ երկրների քաղաքացիները անդամ երկրներում պետք է աշխատեն ճիշտ այնպես, ունենան այն իրավունքները, ինչ ունեն անդամ երկրի քաղաքացիները։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները երբ գալիս են Հայաստանի Հանրապետություն աշխատելու, հենց այդ իրավունքից էլ օգտվում են։ Մեր քաղաքացիները, որ գնում են, իրենք ցավոք սրտի օգտվում են, ես կարող եմ ասել միայն մեկ բացառություն, որից իրենք օգտվում են, մնացած առումներով իրենք հավասար են մնացած բոլոր երկրների միգրանտներին։ Եվ այդ բացառությունը այն է, որ ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները աշխատելու համար Ռուսաստանի Դաշնությունում պետք է ձեռք բերեն թույլատվական բնույթի փաստաթուղթ, պատենտ։ Հանձնում են ռուսերենից, Ռուսաստանի պատմությունից, օրենսդրությունից քննություն, ստանում են պատենտ, ժամկետով վճարում են այդ պատենտի համար եւ պատենտի ժամկետում իրավունք ունեն աշխատելու Ռուսաստանի Դաշնությունում։
ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները ուղիղ գնում են, գործատուի հետ կնքում են աշխատանքային կամ քաղաքիրավական պայմանագիր եւ պայմանագրի ժամկետով են կարողանում իրենք աշխատել տվյալ երկրի տարածքում։ Բայց եթե պատենտը ապահովում է անձի օրինական գտնվելը այն ժամկետով, ինչ ժամկետով տրված է, ապա աշխատանքային պայմանագրի պարագայում մենք ցավոք սրտի գրեթե ամեն շաբաթյա ռեժիմով ահազանգեր ենք ստանում, որ գործատուն միակողմանիորեն առանց աշխատողին տեղեկացնելու դադարեցնում է պայմանագիրը հարկեր չվճարելու համար, աշխատողը տեղյակ չի դրանից։ Ինքը շարունակում է աշխատել եւ ստանում է այնքան աշխատավարձ, որքան ստանում էր, երբ հարկեր էին վճարվում ու գրանցված էր իր աշխատանքը, եւ ինչ որ պահի, երբ օրինակ պետք է գնա երկարացնի իր, այսինքն հերթական բուժզննումը անցնի, ռեգիստրացիան երկարացնի, մեկ էլ պարզում է, որ ինքը արդեն երկար ժամանակ է, ամիսներ շարունակ անօրինական է գտնում, որտեղ իր պայմանագիրը դադարեցված է։ Իսկ ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացու պայմանագիրը երբ դադարեցվում է, նա ունի ընդամենը 15 օր հաջորդ պայմանագիրը կնքելու համար։ Ստացվում է, որ մեր քաղաքացին հայտնվում է շատ անելանելի վիճակում, հետո գրեթե անհնար է լինում ապացուցել, որ քաղաքացին տեղյակ չէր։ Անկամ ապացուցելու պարագայում միևնույն է, անձը համարվում է անօրինական միգրանտ, նրան արտաքսում են, գործատուին տուգանում են։ Այսինքն գործատուն շատ հաճախ պատրաստ է լինում այդ տուգանքը վճարելու, որը շատ ավելի քիչ է, ավելի փոքր գումար է, քան այն աշխատավարձը, որ ինքը պետք է վճարի այս աշխատողին կամ գուցե այդ հարկերի չափը, եւ արդյունքում ստացվում է, որ միգրանտը իր կամքից անկախ պատճառներով արտաքսվում է, իսկ գործատուն ընդամենը տուգանք է ստանում։ Իսկ աշխատանքային միգրանտների ընտանիքը ընտանիքի հետ կապված երեխաներին դպրոց հաճախելու իրավունք 18 տարին լրացավ, հետո չգիտեմ բուհում սովորելու կամ աշխատելու իրավունք։ Ուրեմն երեխաների պարագայում որևէ բացառություն չկա։ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների երեխաները, ճիշտ այնպես ինչպես ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացի միգրանտների երեխաները դպրոց հաճախելու համար պարտավոր են ռուսերենից քննություն հանձնել։ Եվ նախատեսված թեստի հարցերի 90%-ին պետք է ճիշտ պատասխանեն։ 80%-ին ճիշտ պատասխանելու պարագայում նրանք դպրոց չեն ընդունվում։ Հաջորդը ընտանիքի անդամների հետ կապված։ Եթե անձը մեկնում է իր ընտանիքի հետ եւ ընտանիքը, չգիտեմ, 4 հոգանոց, 5 հոգանոց ընտանիք է, միգրանտը իր հետ տանում է իր ծնողներին, իր կնոջը, զավակներին եւ այլն, որպեսզի աշխատանքային միգրանտի պայմանագրի ժամկետով հնարավոր լինի այս ընտանիքի անդամների ռեգիստրացիան երկարացնել 90 օրից ավելի, աշխատանքային պայմանագրում գրանցված աշխատավարձը պետք է հավասար լինի տվյալ տարածքի նվազագույն սպառողական զամբյուղ անգամ ընտանիքի անդամների թիվ։ Եթե հանկարծ ավելի քիչ եղավ, անձը իրավունք չունի, չի կարող գրանցել իր ընտանիքի անդամներին եւ նրանք չեն կարող Ռուսաստանի Դաշնությունում գտնվել 90 օրից ավել ժամկետով։ Եվ այդ նվազագույն սպառողական զամբյուղը բավականին հաճախ ինքը չափը փոփոխվում է, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում վերջերս Սաբյանինը հայտարարեց, որ այդ թիվը 29000 մի փոքր ավելի գումար է մեկ անձի համար, նախկինում դա 22000 էր, այսինքն այս թվերը նաև փոփոխվող են եւ մյուս կողմից աշխատանքային միգրանտը, եթե նախկինում կարող էր օրինակ բրիգադի մի անդամը ամբողջ բրիգադի գումարը ստանալ եւ գալ փոխանցել նրա ընտանիքի անդամներին, հիմա եթե անձը փոխանցի գումար որը ավելին է, քան իր պայմանագրում նշված աշխատավարձը, կամ նույնիսկ հավասար է այդ աշխատավարձին, նա կհայտնվի ոչ միայն վերահսկվող անձանց ռեեստրում, այլ նաև պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, որովհետև նա նաև պետք է բացատրություն տա, որտեղից այդ գումարը, եթե ինքը իր աշխատավարձը ամբողջը ուղարկում է, ապա ինչ գումարով է այստեղ ապրում, եւ աշխատավարձից ավել ուղարկելու պարագայում շատ ավելի խիստ, թե որտեղից այդ գումարները կամ ինքահարկերն է թաքցնում, կամ չգիտեմ, այլ պետությունից վճարվում է։ Հայաստանի Հանրապետությունը հատկապես այս համատեքստում Հայաստան-Ռուսաստանից հարաբերություն կարող է ինչ-որ բան անել Ռուսաստանում հայ միգրանտների շահերը իրավունքները պաշտպանելու համար։ Նրանք ում իրավունքները խախտվում են, այո, ես չեմ ասում, որ իրավախախտներին պետք է գնալ, չգիտեմ ինչ որ բան, բայց նրանց ում իրավունքները խախտվում են, այո, մենք շատ անելիք ունենք այստեղ, որտեղ ցավոք մեր նաև ներկայացվածությունը, ի նկատի ունեմ դվյանագիտական կորպուսները, մենք ունենք տեղեր, որտեղ ընդամենը մեկ հյուպատոս ունենք, ինքը աշխատակազմ էլ չունի, այսինքն կամ հյուպատոս 1-2 օգնական, մենք չունենք օրինակ
օրինակ աշխատանքային կցորդ, որը եթե միգրանտը հանիրավի կերպով ուրեմն նրա իրավունքը խախտվել է, նրա հետևից կգնա, իրավունքը կպաշտպանի կամ կպնդի, որ պետք է մեր քաղաքացուն, չգիտեմ, դուրս բերել, ուղարկել կամ ինչ-որ բան, այսինքն մենք այդպիսի որևէ մեկը չունենք, բայց ես պետք է ասեմ, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր հյուպատոսները ի պատիվ իրենց բավականին ակտիվ են աշխատում, ջանք ու եռանդ չեն խնամ եւ անգամ մեր կողմից երբ որ լինում է ահազանգ, որ մենք ունենք խախտված իրավունք, շատ հաճախ իրենք կամ գնում են կամ զանգահարում են կամ ամեն դեպքում ցույց են տալիս, որ պետությունը կանգնած է միգրանտի կողքից։ Շատ մեծ խնդիրներ կան, ելի խնդրում եմ շատ հակիրք մեկ նախադասությամբ ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր այս պահին պատրաստվում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Երկար մտածեք։ Եվ մեր զրույցի վերջում բլից հարցեր, կարճ պատասխաններ մեկ բառով։ ԵԱՏՄ-ն պաշտպանում է հայ միգրանտներին Ռուսաստանում, այո թե ոչ։ Ոչ։ Ռուսաստանում աշխատող հայն այսօր ավելի անպաշտպան է, քան 5 տարի առաջ։ Այո։ Արտագնա աշխատանք այսօր դեռ ձեռնտու է թե ոչ։ Եվ այո եւ ոչ։ Ռուսաստանցի ռելոկանտները Հայաստանի համար օգուտ էին թե վնաս։ Օգուտ էին։ Հայաստանը նայած որ սֆերա եմ։ Մենք այդ մասին չհասցրեցինք խոսել։ Այո։ Ռուսաստանից միգրացիոն հոսքերի։ Հայաստանը կարող է փոխարինել ռուսական աշխատաշուկան եվրոպականով։ Այս պահին ոչ, բայց առաջիկայում կարող է աշխատել այդ ուղղությամբ։ Ռուսաստանում ապրող հայերին սպառնում է մասսայական արտաքսում։ Չեմ կարծում։ Հայաստանի իշխանություններն անում են ավելին, քան կարող են, թե թերանում են։ Ես կարող եմ միանգամից ասել, առայժմ բան չենք անում, որ մնաց թերանան կամ ինչ որ ավելին անեն։ Տրանսֆերտների կրճատումը կբերի Հայաստանում աղքատության աճի։ Եթե դա չփոխարինենք այստեղ աշխատանքով, այո։ Միգրացիան Հայաստանի համար փրկություն է թե չարիք։ Չի կարելի միանշանակ ասել։ Միգրացիան եւ դրական եւ բացասական կողմեր ունի, այս հարցը մեկ բառով հնարավոր չի պատասխանել։ Եվ մեկ միտք, որ կուզենայիք հիշեր հեռուստադիտողը մեր այսօրվա զրույցից։ Մեկ միտք, ես կուզենամ, որ մեր միգրանտներին ուղղակի կխնդրեմ հետևեք ես միգրանտ եմ Facebook-յան, Telegram-յան, Instagram-յան էջերին, որտեվ եթե այնուամենայնիվ որոշել եք մեկնել, խնդրում եմ եղեք իրազեկված։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօր մեր զրույցից եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը եւ միգրացիոն օրենսդրության խստացումները միայն ներքին անվտանգության հարցերով չեն պայման, իհարկե նաեւ դրանով են պայմանավորված, բայց նաեւ ունեն քաղաքական ենթատեքստ, իսկ արտագնա աշխատանքի մեկնողներին երևի թե ժամանակն է մտածել ոչ միայն հույսը տնել արտագնա աշխատանքի համար, իսկ եթե արտագնա աշխատանքը իսկապես անփոխարինելի է այս պահին, ապա կարծես թե ժամանակն է մտածել նաև այս ոլորտում այլ ընտրանքներ փնտրելու մասին։ Սա Ազատ զրույցը Free News-ի եթերում ես զրուցում եմ իմիգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։